Իսկ դու գիտեիր, որ Երևանի տակ հնարավոր է թաքնված լինեն հարյուրավոր չպայթած ռումբեր ու ռազմական գաղտնիքներ սովետի ժամանակներից։ Երևանը Սովետը դիտում էր որպես ռազմավարական կենտրոն։ Սառը պատերազմի տարիներին այստեղ կառուցվել են թաքնված բունկերներ, ապաստարաններ եւ ռազմական պահեստներ հենց շենքերի տակ։ Դրանց մեծ մասը քարտեզների վրա նշվածել չեն։ Շենգավիթում շինարարներ աշխատանք են կատարում երկտան նետաղյա կափարիչ։ Այն բացելիս պարզվեց, այն տանում է խոր ստորգետնյա թունել։ Ներսում հին զինամթերք, փոշոտ արքեր ու խորհրդային նշաններ։ Նման վայրեր կան նաև Էրեբունիում, Քանաքեռում եւ նույնիսկ Երևանի կենտրոնում։ Դու կարող ես նստել սրճարանում, իսկ հենց ներքևում 5 մետր խորության վրա լինի մոռացված ապաստարան։ Ոմանք ասում են, այդ վայրը վտանգավոր է, քանի որ ներսում կարող են լինել չպայթած ռումբեր։ Մյուսները կարծում են, դրանք լեգենդներ են, բայց փաստերը խոսում են այլ կերպ։ Այս ստորգետնյա աշխարհը երբեք ամբողջությամբ չի բացահայտվել։ Գուցե հենց դրա համար է, որ այն դարձել է լեգենդների ու վախեցնող պատմությունների աղբյուր Երևանի տակ։ Իսկ դու ինչ ես կարծում, Երևանը լի է գաղտնիքներով, թե սրանք հորինվածքներ են, գրիր քո կարծիքը մեկնաբանություններում։ Եթե ուզում ես էլի տեսնել նման պատմություններ, չմոռանաս բաժանորդագրվել Խելագար փաստեր էջին։